Քննարկենք աշիվեն արգելքը հանվել։ Ասացի դրկեցի նախընտրական քարոզարշավի մասնակցելու իրավունք։ Ինչպես եք գնահատում այս որոշումը անհատական մեջ մի վարկյան մի հատ բան Ինչպես չլսեցի։ դուք ոնց եք գնահատում, ինչի համար եք բաղում։ Ինչ երեք ամիս երկարացել։ Ես ուզում մասնակցել անձամբ։ Բանում են, որ կարող է ձեր մասնակցությունը նպաստել օրինակ ձեր ուժի հաղթանակին։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ չեք խախտել, եւ պատահեն չեք ներկայացնելու, մնացել լուսանցում։ Պարոն Կարապետյան, ինչու էիք ասում, որ թքածում եք հեծի վրա։ Այսինքն։ Ժողովուրդ ջան, եկեք սենց կազմակերպենք, մենք ձեզ ավելի ճիշտ կլինի կազմակերպենք, սիրուն կգաք բոլոր հարցերին պատասխան։ Այո։ Մենք եկեք գնահատականներս այս իշխանություններից իհարկե ուրիշ որոշում անհնար է սպասել, ինչ սպասում ենք այն է եղավ։ Բոլոր լրագրողներ ջան, ձեր բոլոր հարցերին կտրվեք պատասխան։ Մենք գնահատում ենք ուղիղ 100%։ Իսկ եթե 100%-ը չլինի, պատրաստ եք ընդդիմություն աշխատել։ Չի կարա չլինի։ Բավարար։ Ոչ մի բանի պատրաստ չենք։ Փաշինյանն էլ վստահ իրենք են հաղթելու, պարոն Կարապետյան։ Իրենց հաղթանակի մեջ Եթե ինքը չկա իշխանության եւ դուք գաք իշխանության, պատերազմ է լինելու։ Հետևաբար նշում է, որ այս կուսակցությունները եռագույն սարեջներ են, Նոր թողեք Osman Gari.